ազատագրական պայքարի գործիչ Սոսե Մայրիկը ծնվել է 1860 թվականի Բիթլիս նահանգի Թեղուտ գյուղում։ Նա 17 տարեկանում ամուսնացել է աղբյուր Սերոպի հետ եւ ունեցել Հակոբ ու Սամսոն որդիների։ 1851 թվականին աղբյուր Սերոպը առանց Սոսեի մեկնում է Կոստանդնուպոլիս եւ 1858-ից 1859 թվականներին հակառակ հայդուկային օրենքի Սոսե Մայրիկը իր երկու որդիների հետ մտնում է աղբյուր Սերոպի զորքերի եւ կռվում որպես ֆիդայի։ 1858 թվականի հոկտեմբերի 12-ին Գելիեգուզան գյուղը շրջապատվում է 2000-անոց թուրք-քրդական զորքերով։ Գլխավորն Բաշիր Խալիլը նա կտրում է Մահամեդ Սերոպի գլուխը եւ սպանում է նրա 17-ամյա որդուն Հակոբին։ Սոսե Մայրիկը մինչև վերջ փորձում է դիմադրել, սակայն դաշույնի հարվածից հետո նա ընկնում է որդու մարմնի վրա եւ նրան բանտարկում են Բիթլիսում։ Մի քանի ամսից հետո նա ազատվում է։ 1900-ից 1904 թվականներին Սոսեն բնակվում էր Վանում։ 1904 թվականին նա միանում է Անդրանիկի գլխավորած հայդուկային խմբին, անցնում Կովկաս եւ հաստատվում Արևելյան Հայաստանում։ Նրա երկրորդ որդին Սամսոնը 1915 թվականին զոհ է գնում ցեղասպանությանը։ Սոսեն լինում է զորավար Անդրանիկին միացած գաղթականների խմբում։ Հայաստանի խորհրդայնացումից հետո 1920 թվականին նա գնում է Կոստանդնուպոլիս, 1921 թվականին գնում է Եգիպտոս։ Որոշակի ժամանակ անց նա վերադառնում է Ալեքսանդրիա։ 1935 թվականին նա լինում է Հալեպում, Քեսաբում։ Այնտեղ որոշակի ժամանակ ապրելուց հետո վերադառնում է Ալեքսանդրիա։ Սոսեն մահացել է 1953 թվականի փետրվարի 3-ին։ 1998 թվականին նրա աճուրը բերել են Երևան եւ ամփոփել Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Նրան նվիրված է Սոսե երգը եւ նրա անունով կոչվել է Երևանի փողոցներից մեկը։